Սուրբ Սարգիս Զորավարի և նրա որդի Մարտիրոսի վկայաբանությունը։ Քրիստոսի մեծ վկա Սուրբ Սարգիսը գամիրքից էր, ազգությամբ հռոմեացի։ Նա իր քաջասերտ արիության համար մեծ Կոստանդիանոս կայսեր կողմից Կապադովկիայի փառավոր իշխան ու կառավարիչ էր կարգվել։ Սուրբ Սարգիսը, որ աչքի էր ընկնում իր քրիստոնեական բարեպաշտությամբ, կործանում էր չաստվածների մեհյաններն ու եկեղեցիներ էր կառուցում, խորտակում էր կուռքերի զոհարաններն ու տերունական խաչներ կանգնեցնում։ Նա առավել բազմաքանակ էր դարձնում քահանաների ու Քրիստոսին ծառայողների դասը, ողորմություն էր տալիս և իր ունեցվածքը առատապես բաշխում էր աղքատներին ու կարիքավորներին։ Սակայն բարեպաշտ Կոստանդիանոս կայսեր և նրա որդիների թագավորելուց հետո գահ է բարձրանում մեծ Կոստանդիանոսի եղբորորդի Հուլիանոս Ուրացողը, և այս պիղծ գահակալի թագավորության ժամանակ Քրիստոս երևում է Սուրբ Սարգսին ու ասում է նրան. «Ժամանակն է, Սարգիս, որ ելնես քո երկրից ու ժողովրդից, ինչպես նախկինում Աբրահամը, և գնաս այն երկիրը, որ ես քեզ ցույց կտամ»։ Եվ Սուրբը իր անշարժ ու շարժական ողջ հարստությունը բաշխելով աղքատներին, վերցնում է մորից որբացած իր որդի Մարտիրոսին ու գնում է դեպի արևելք, հայոց տիրան արքայի մոտ։ Սակայն տիրանը Սուրբ Սարգսին ապաստանելու վայր չի հատկացնում, վախենալով, որ գուցե այդ պատճառով Հուլիանոսն ավերի հայոց երկիրը։ Ուստի Սուրբ Սարգիսը գնում է Խորասան, Պարսից շապուհ արքայի մոտ, ում դեմ մեծ զորքով պատրաստվում է պատերազմ մղել նույն Հուլիանոս կայսրը, որի զորքի թիվը 365,000 էր։ Հուլիանոսը իր զորքում եղող քրիստոնյա զորականներին հրամայում է հետ դառնալ, որպեսզի, ինչպես ինքն է ասում, չաստվածները չբարկանային իր վրա։ Իսկ ինչ վերաբերվում է Սուրբ Խաչափայտի նշանին, որը մինչ այդ ընդունված սովորության համաձայն տանում էին զորքի առջևից, ապա Հուլիանոսը կարգադրում է, որ այն հետ չդարձնեն, այլ շարունակեն նույն սովորությունը, այն պատճառաբանությամբ, որ ինչպես ինքն է ասում, ով գիտի, գուցե իրենք պարտվեն Պարսից զորքի կողմից և այդժամ կրած պարտությունը կվերագրվի Խաչալին ու նրա խաչափայտին։ Այսպիսով Հուլիանոսը Տիզբոն հասնելով ավերեց այն, և շապուհը այնտեղից ելավ ու գնաց Խորասան։ Այստեղ էլ տեսնելով Սարգսին շապուհը շատ ուրախացավ ու մեծարեց նրան բարձր պատվի արժանացնելով։ Եվ բազում զորքի զորագլուխ կարգելով Սրբին, ուղարկեց նրան Տաճկաստանի կողմերը Հուլիանոսի զորքերից այդ տարածքները պաշտպանելու նպատակով։ Իսկ Սուրբ Սարգիսը խոհեմագույն իմաստությամբ քարոզում էր Քրիստոսին ամբողջ զորքը Քրիստոսի հավատին դարձնելով։ Այդպիսով Պարսից զորքը միաբանվեց Սուրբ Սարգիս Զորավարի քարոզած բարի հավատի միջոցով ու դուրս եկավ հույների զորքի դեմ։ Սուրբ Սարգսի որդի Սուրբ Մարտիրոսը, որը գտնվում էր Խորասանում, շապուհ արքայի հրամանով ու իր սեփական կամքով մեկնեց հոր մոտ, տեսնելու նրան ու իմանալու զորքի վիճակի մասին։ Սակայն երբ նա հասավ Տիգրիս գետին, գերի ընկավ թշնամու ձեռքը, ինչի մասին էլ իմանալով Սուրբ Սարգիսը պահքով ու աղոթքով ապավինեց Աստծուն։ 5 օր շարունակ պահք պահելուց հետո նա պատարագ մատուցեց և խոյերի ու զվարակների մսով էլ կերակրեց բազում աղքատների ու կարոտյալների։ Այնքան աղոթեց Սուրբ Զորավարը, մինչև որ իր որդուն գերողներն իրենք բերեցին ու հորը հանձնեցին Մարտիրոսին, խոստովանելով, որ պատանուն գերելուց հետո մահն էր իր թևերը փռել իրենց բանակի վրա։ Իսկ շապուհն էլ հաշտություն խնդրելու նպատակով մի պատվիրակ ուղարկեց Հուլիանոսի մոտ, խոստանալով, որ եթե կայսրը երես դարձնի իրենից, ինքը պատրաստ է հնազանդ լինել և հարկեր վճարել նրան։ Սակայն Հուլիանոսը իր հպարտ սրտի պատճառով չլսեց նրա խոսքը, ուստի շապուհն էլ ժողովեց իր զորքն ու Տիգրիս գետի ափին ճակատամարտի դուրս եկավ Հուլիանոսի դեմ։ Այդ ընթացքում շապուհի պատգամաբերները գնում գալիս էին հակառակորդի ճամբար խաղաղություն առաջարկելով, սակայն Հուլիանոսը անդրդվելի էր մնում։ Այդժամ հանկարծակիորեն մի աներևույթ նետ գալիս ու խոցում է Հուլիանոսին, ու նրա պիղծ մարմնից դուրս են թափում աղիներն ու արյունը շաղ է գալիս նրա շուրջը, և նա իր արյան մեջ ձեռքերը թաթախելով ասում է. «Հաղթեցիր, Գալիլեացի, հաղթեցիր, քո աստվածությունը առավել զորեղ է իմ թագավորությունից»։ Այս ասելով անօրենը մահանում է։ Հռոմեացի զորապետները նրա փոխարեն թագավոր են կարգում նույն Կոստանդիանոսի տոհմից սերող Հովիանոսին, որն էլ հաշտության դաշինք է կնքում շապուհի հետ ու վերադառնում իր երկիրը։ Իսկ շապուհը, որի զորքն արդեն սովի վտանգի էր մատնված, մեծ ուրախությամբ վերադառնում է Խորասան ու Մազնդարան քաղաքում զոհեր մատուցում իր երկրպագած 12 կուռքերին։
Այդ ժամանակ ոմանք շապուհի մոտ գալով սկսում են չարախոսել, ասելով, թե Սարգիսը իր ենթակայության տակ եղող Պարսից ողջ զորքը քրիստոնեական հավատի է դարձրել եւ իբր կամենում է ապստամբել շապուհի դեմ։ Շապուհն էլ իր մոտ է կանչում Սարգսին, մեծարում նրան ասելով. «Բարի եկար, քաջդ Սարգիս»։ Եվ ապա սկսում է գովել նրան ու շնորհակալ լինել նրա ցուցաբերած քաջության համար։ Այնուհետ սակայն Պարսից շահն ասում է. «Սարգիս, պատվականդ բոլոր զորագլուխներից, մոտեցիր ու զոհ մատուցիր աստվածներին»։ Սարգիսը պատասխանում է. «Քո պաշտած աստվածներից ո՞ր մեկին զոհ մատուցեմ, արքա, հրին, թե արեգակին, եւ կամ գուցե 12 պատկերներին, կամ թե գուցե օձերին, արյուծներին կամ որևէ մարդու նկատի ունես դու, միթե չես ամաչում դրանց աստվածներ կոչելիս։ Ես միայն մեկ Աստծո եմ հավատում, երկնքի ու երկրի Արարչին, իր էակից բանին, ում միջոցով ստեղծեց ամեն բան, եւ Հորն ու Որդուն փառակից ամենազոր Հոգուն, որ կենդանացնում ու զարդարում է ամենայն ինչ, որ ստեղծվել է»։ Այս լսելով շապուհը սրտմտում է ու ասում. «Անմիտ մի եղիր, ով Սարգիս, մոտեցիր եւ զոհ մատուցիր չաստվածներին, որոնք հաղթություն շնորհեցին մեզ մեր թշնամիների դեմ պայքարում ու ամոթով հետ դարձրին նրանց այնտեղ, որտեղից եկել են»։ Սարգիսը պատասխանում է. «Մեր թշնամիների կրած ամոթից առավել մեծ ամոթ է արարվածներին արարիչ կոչելը ու կուռքերի ուրվականային պատկերներին չաստվածներ համարելը»։ Եվ ապա սկսում է անարգել կուռքերին ու կռապաշտներին։ Սա բարկացնում է շապուհին, որը սկսում է մեծ սպառնալիքներով խոսել սրբի հետ, սակայն անկարող է լինում վերջինիս համոզելու։ Մինչև իսկ շահի աղերսներն ու մեծամեծ խոստումները իզորու չեղան Սարգսին Քրիստոսի հավատքից հետ դարձնելու։ Այդ ամենը լսելով Սուրբը ասում է նրան. «Այն ամենը, ինչին դու հրամայում ես ինձ երկրպագել, ով արքա, այսինքն հուրը եւ արեգակը, այդ ամենը Աստծո ստեղծագործություններն են միայն, որ տրված են մարդկանց աշխարհի սպասավորության ու վայելչության համար։ Իսկ այն կուռքերը, որոնց կամենում ես, որ զոհ մատուցեմ, ընդամենը ճարտար ձեռքերի գործ են, պատկերները արարվածների եւ ոչ արարչի»։ Այս ասելով Սարգիսը արեաբար հարձակվում է կուռքերի վրա ու թագավորի եւ նրա բոլոր պաշտոնյաների ամբողջ ժողովրդի առջև իր գավազանով կործանում է դրանց պատկերները։ Այս տեսնելով թագավորն ու ամբողը բարկությամբ լցված հարձակվում են Սուրբ Սարգսի վրա, բռնում նրան ու քարշ տալիս ողջ երկրով մեկ, փայտերով ու քարերով, ոտքերով ու բռունցքներով հարվածելով սրբին։ Ամբողի այս հախուռն հարձակման պատճառով պատանի Մարտիրոսը ոտնակոխ լինելով բարի ու սուրբ մահվամբ գնաց դեպի Քրիստոս, գործով հավատարիմ մնալով իր անվանը։ Երբ Սուրբ Սարգիսը տեսավ իր որդի Մարտիրոսի մահը, գոհությամբ աղոթք բարձրացրեց առ Աստված։ Իսկ Սուրբ Սարգսին շատ տանջանքների ենթարկելուց հետո շղթայելով բանտ նետեցին ու առանց հաց ու ջրի 7 օր շարունակ թողեցին այնտեղ, հույս ունենալով, որ գոնե այդքանից հետո նա կուրանա Քրիստոսին։ Բանտից հանելուց հետո էլ աղերսանքներով ու սպառնալիքներով ջանացին տարհամոզել նրան, սակայն ապարդյուն, ուստի եւ արքան հրամայեց գլխատել սրբին։ Երբ տարվում էր կարափնարան, Սուրբը աղոթեց Աստծուն ու ասաց. «Քրիստոս, Տեր եւ Աստված իմ, բոլոր նրանք, ովքեր իրենց նեղության ժամանակ հիշեն իմ անունն ու ուխտով եւ պատարակով կատարեն իմ նահատակության հիշատակը, ինչ որ խնդրեն քեզնից իմ անվամբ, Տեր Աստված մեր, դու լսիր, ողորմիր ու կատարիր նրանց խնդրանքները»։ Այն ժամանակ մի ձայն լսվեց երկնքից, որն ասում էր. «Կշնորհեմ ես քեզ այն, ինչ խնդրում ես ինձնից, եւ կկատարեմ քո բոլոր խնդրանքները, այժմ դու արի ու վայելիր քեզ համար պատրաստված բարիքները»։ Այս ամենից հետո դահիճը կտրեց սրբի գլուխը, եւ որոշ ժամանակ պայծառ լույսով ողողվեց նրա մարմինը, ինչը տեսնելով Պարսից զորականներից 14-ը հավատացին Քրիստոսին։ Նրանց եւս գլխատեցին, իսկ որոշ երկյուղած անձինք էլ իմի ժողովեցին նահատակյալների աճոնները։ Իսկ ահա Սուրբ Սարգսի վախճանը տեղի ունեցել Պարսից տիրապետության տակ գտնվող մի կողտրիկ վայրում, Դաղման քաղաքի մերձակայքում։ Հավատացյալները վերցնելով Սուրբ Սարգսի մարմինը տարան ու ամփոփեցին այն Համիան քաղաքում, իսկ արդեն հայոց մեծ վարդապետ Սուրբ Մեսրոպը վերցնելով Սուրբ Սարգսի աճյունը տարավ ու պատվով ամփոփեց Կարբիում եւ ի հիշատակ սրբի այդ վայրում մի հռչակավոր վանք կառուցեց, որը որ գոյություն ունի մինչև օրս։ Նաև Սուրբ Սարգսի աճյունից վերցնելով նրա ատամներից մեկը տարավ ու հանգչեցրեց այն վրաց աշխարհում Գագ կոչվող վայրում։
Նա սրբի ատամը զետեղեց փայտյա մի խաչի մեջ եւ օրհնելով այդ խաչը կանգնեցրեց գագ կոչված բլրի գագաթին, ինչի պատճառով էլ այն մինչև օրս էլ կոչվում է Գագի Սուրբ Սարգիս եւ մեծամեծ հրաշքներ է գործում։ Եվ քանի որ ոչ թե Դեկոսը կամ որևէ ուրիշ չար թագավոր, այլ ինքը բանսարկում, ամենքից չար է եւ մարդկային բնության անհաշտ թշնամին է, որ ոտնձգությունների է դիմում մեր բնության դեմ, ու քանի որ ոչ մի հուր այնպես չի խորովում մարմինը, ինչպես մեղքերի աղտեղությունը հոգին, եւ կամ ոչ մի բոց առավել չի այրում եղեգն այնպես, ինչպես ցանկություններն են այրում մեր միտքը։ Ուրեմն հիշատակյալ այս սրբերի հետ մենք եւս մի կողմ թողնենք աշխարհային խապկանքներն ու մարտնչենք մեր Աստվածաստեղծ բնությանը տագնապեցնող մարմնի ցանկությունների դեմ, իբարս մեր Աստծո Քրիստոսի, ով օրհնյալ է հավիտյանս հավիտենից, Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Փառք Սուրբ Երրորդությանը։ Օրհնյալ է Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակը։ Օրհնյալ է նրա որդի Սուրբ Մարտիրոսի հիշատակը եւ նրանց հետ նահատակված բոլոր սրբերի հիշատակը։